Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Ավանդույթի համաձայն շաբաթը սկսում ենք պարոն Նահապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, այն ինչ որ կանխատեսվում էր, տեղի ունեցավ։ Այսօր աշխարհին մի առաջարկ ունի Թրամփը, ֆաշիստ, հրեշ, Իսրայել պետության հետ միասին կամ, չգիտեմ, կամ այդ պետությունը ժողովուրդը կորոշի եւ կվռնդի Նաթանյահուին կամ Նաթանյահուն այդպեսին կամ հավաքական այդ ժողովուրդն է այդպեսին, որտեղ ոնց որ թե ողջունում Չէ, ժողովուրդը պատանդ է, սիոնիստների ձեռքին պատանդ է, իսկապես պատանդ է։ Կարող է պատանդ է, ամենայն դեպս 200,000-անոց մեծ հանրահավաքներ եղել են, չէ, Նաթանյահուի դեմ, որ ուզում են հեռացնեն։ Այսօր առաջարկը հետևյալն է՝ Թրամփի եւ Միացյալ Նահանգների կամ կապիտուլյացիա կամ առնահեղություն։ Ուրիշ որևէ առաջարկ ունի այսօր պարոն Նահապետյան Միացյալ Նահանգները։ Կամ դուք համաձայնում եք, մեթոդները հիմնականում նույնն են, մի փոքր տարբերությամբ Վենեսուելայում դա աշխատեց, իսկ Իրանում բանեցնում է հին մեթոդը, իհարկե կա մեծ զգուշավորություն, որ ցամաքային մարտերի մեջ հանկարծ չմխրճվեն, որովհետև իրենք տեսան, թե չի լինելու այդպես, ցամաքայինը չի լինելու։ Եղավ Իրաքում եւ Ադրբեջանում, այ դրանից իրենք զգուշանում են, որովհետև երբ որ արդեն լրահոսով կգնա այսօր 1000 զոհ Միացյալ Նահանգների բանակը ունեցավ, 1000 զոհ Իսրայելի, այդտեղ արդեն իսկապես իրենց իշխանությունը կսասանվի, իսկ իրենք երկուսն էլ իրենց գերնպատակը նաև դա է։ Մյուս կողմից տնտեսապես աշխարհում շատ մեծ թափ է առնում Չինաստանը եւ առողջ մրցակցության փոխարեն, որտեղ որ տեսանք վերջին տարիներին պարտվում է Միացյալ Նահանգները եւ Չինաստանը կարողանում է արդեն այդպես այդ իմաստով տնտեսական առումով մտնել մի շարք տարածքներ, Մերձավոր Արևելք, վերհարևան երկրներ, Լատինական Ամերիկա, Միացյալ Նահանգները հասկացան, որ ճանապարհը մեկն է, պետք է հրթիռակոծել կամ ուղղակի բանդիտական գործունեություն ծավալել։ Այսօր իրենց գործունեությունը կարելի հստակ ասել, որ բանդիտիզմ է, այն ինչ որ իրենք անում են, այսինքն սրանից հետո ասել ինքնիշխան պետություն է, այնտեղ մենք ժողովրդավարությունը մի մոռացեք, ժողովրդավարությունը, մարդու իրավունքներ, միջազգային իրավունքի նորմերից ելնելով մարդկային բարոյականություն, չգիտեք ինչի Իսրայելում, որտեղ 200,000-անոց մեծ հանրահավաքներ են եւ ժողովուրդը ընդվզում է եւ չի ուզում տանել իր վրա Նաթանյահուին, այդտեղ ռումբեր չեն արձակվում եւ չեն փորձում այդ խեղճ ու կրակ ժողովրդին ազատագրել բռնապետ ֆաշիստ Նաթանյահուից։ Նույնպիսի ընդվզում դժգոհություն կա Միացյալ Նահանգներում կամ իրենց պրոքսի երկրներում, բայց իրենք հիմա ինչ որ հավաքական արևմուտքը մտածում է տանջվող եւ տառապող Իրանի ժողովրդի մասին եւ իբրև թե իրենք գնում են ազատագրելու։ Ինձ հետաքրքիր է, թե այդ բանը թանկ հագուստներ հագած ամբողջ կյանքում համապատասխան բանով զբաղված Մելանյան ինչի անում, ես կարծում եմ հատիկ իր մազերն է պոկում, որտեվ ինչ պիտի անի այնվանից հետո, երբ որ առաջին հարվածը թիրախավորված եղավ երեխաների դպրոցի վրա եւ այնտեղ արդեն 180-190 դե անընդհատ թիվը մեծանում է, որտեվ անհայտ փլատակների տակից եւ ոչ միայն ես կարծում եմ, որ Խամենեի, չգիտեմ, թորն է թե ծոռան, էլ չեմ ասում դստեր, փեսայի նկարները հիմա պիտի որ ողջ արևմտյան մամուլի առաջին էջերում լինեին այս չքնաղ բալիկի նկարը, թե ինչպես է ոչնչացվել, այդ հրթիռների տակ մնացել եւ ոչնչացվել այս երեխան, դե սիրում է, չէ, խղճի սրտի անի վրա աշխատել։ Էլ չեմ ասում ոչ թե ուղակի ոչնչացնել եւ սպանել։ Եթե հանկարծ Պուտինը որոշում կայացնել առևանգեր եւ առողջ պահեր, օրինակ Զելենսկուն ինչ էր տեղի ունենալու, չէ, դա կասեին դուք հարցակն եւ այս են աշխարհն է, քաղաքակիրթ աշխարհն է, որ արդեն 4.5 տարի շարունակ բղավում է, որ տեսեք, փորձում է ինքնիշխան Ուկրաինայի տարածք մտնել եւ բան, բայց մինչդեռ այդ Ուկրաինայի ես չգիտեմ, ինձ թվում է 90% ռուսախոս ժողովուրդ
Այնտեղ Պարիսպուն իմաստով, չգիտեմ, մեծ հատվածներում ապրում էին ռուսներ եւ ենթարկվում էին ճնշումների, բռնությունների, կրակահերթերի եւ հարձակումների տակ են իրեն ժողովրդը եւ այս դեպքում ինքը Ռուսաստանի Դաշնությունը օգնության ձեռք մեկնեց իր ժողովրդին։ Բայց տեսեք ինչ է դա ընկալում, չէ՞, բայց հիմա որևէ մի ինչ որ բան Իրանի ներսից չի լսվել, չէ՞, այդպիսի ձայներ, ինչ որ կազմակերպություններ, կուսակցություններ, որ դիմեն, պահանջեն, խնդրեն եւ ասեն, օրինակ Միացյալ Նահանգներ եւ Իսրայել հրթիռներով եկեք, մեզ մորթեք սպանեք ու ազատագրեք, չի եղել, չէ՞, ոնց որ թե այդպիսի։ Ես այս բան ոնց եմ գալիս ուղակի սարկազմով։ Այո։ Հիմա տեսեք, նաեւ ինչ է տեղի ունենում, այս է նույն արևմուտքն է, որ իբրև թե բանակցություններ, բան ասեցի խոսքի սկզբում, որ միջազգային իրավունք եւ այլն Վենեսուելայի հետ Վենեսուելայի նախագահ Մադուրոյի հետ ընթանում էին բանակցություններ եւ կար ինֆորմացիա, որ մեծ հաշվով ինքը համաձայն էր մի շարք պայմանների հետ, տեսանք ինչ արեցին, նրանք ընդհանրապես ժամանակ շահեցին եւ այդ ընթացքում կարողացան ցանցով մտնել ներս եւ ներսում որոշակի դավաճանական ինչ որ բան ունեցան եւ կարողացան իրենց ծրագիրը իրականացնել։ Նույնը Իրանի հետ տեղի ունեցավ։ Սա ուղղակի այս ռուսական Telegram կանալներն են այս օրերին շատ անդրադառնում դրան, որ նույնը Իրանում էր։ Ուրեմն ոմանցի մի այդ որտեվ միջնորդ երկիր չասեմ, որ այդպես ներկա եղել նրանցից մեկը եւ ասում է, որ գրեթե հիմնական պահանջների հետ իրանական կողմը համաձայն է եղել։ Սա ինչի մասին է խոսում, որ ոչ թե Միացյալ Նահանգները տանում են բանակցություններ, այլ Միացյալ Նահանգները ընդամենը իրենց ծրագիրն են այդ հասցնում ինչ որ մի պահի եւ ժամանակ են շահում եւ իրականացնում են իրենց ֆաշիստական ծրագիրը։ Այսօր մեր հարևան երկիրը կրակների մեջ է, Նաթանյահուն հասավ նրան, որ ողջ տարածաշրջանը կրակի մեջ է, առուծի մռնչոց, չէ, այսպես է կոչվում, իսկապես կայսրությունը իր չգիտեմ վերջին թե որ պարոն Նահապետյանը ճիշտ կասի իր մռնչոցն է արձակում, ինքը հասկանում է, որ կյանքի մահի հարց է կամ կայսրությունը կամ Իրանը կլինի։ Կասեմ, մեր ընկերներից մեկը բավականին լավ էր նկարագրել Պուտինի խոսքերի հիման վրա, թե ինչ ասել է այսօրվա արևմուտքը։ Դա Շեյխանն է, որ իշխանությունը կորցրել է, եւ իշխանությունը պահելու համար մի շարք տաբակիներ, նենգություններ, խաբեություններ, ջրի վրա խմելու ջրի վրա իշխանություն, բայց վերջին հաշվով արդարության կողմնակիցները հաղթելու են։ Սա իր մայրամուտի վերջին ճիչերն է։ Ուժեղը երբեք նենգությամբ, խաբեությամբ, ստորությամբ քայլ չի անում։ Ուժեղը վստահ է իր ուժերի վրա, չէ, վստահաբար։ Հիմա նայեք հետաքրքիր այսպիսի դրվագ։ Բանակցություններ են գնում մինչև Իրանին հարվածելը։ Տարբեր տեղեր, տարբեր արաբական երկրներում միջնորդներով Միացյալ Նահանգներ Իրան միջուկային զինանոցի հրթիռների հետ կապված մի փոքր հաջողությամբ բանակցությունները մի փոքր ձախողումով, բայց այնուամենայնիվ գնում էին։ Եվ մի պահ էս վերջերս թվաց, որ իսկապես եկել են ընդհանուր հայտարարի, այսինքն արմատական պատերազմական հռետորաբանությունը ոչ Իրանի կողմից կար, ոչ Միացյալ Նահանգների, ուշադրություն դարձրեք։ Ու վերջին մի պահին Ամերիկան սկսեց ինչ-որ կտրուկ բաներ, ոչ Տրամպը, հայտարարություններ, Իսրայելը ձայնը կտրել էր, ծիշովադի նիժը տրավի տարբերակներ։ Շատ հետաքրքիր է, որ եթե Իրանի հատուկ ծառայությունները վստահաբար գիտեին, որ Միացյալ Նահանգների թիրախը հոգևոր քաղաքական եւ ռազմական ղեկավարությունն է, ապա այդ մարդիկ նախ միասին չէին լինելու, վստահաբար, որ հարվածի չենթարկվեին, եւ երկրորդ առավել արդյունավետ չխոցվելու համար շարժման մեջ էին։ Այսինքն ոչ թե ինչ որ միտեղ գնում մնում էին շենքում, իրենք անդադ շարժման մեջ էին եւ շատ դժվար էր իմանալ, ասենք մոտ 30-40 հոգևոր քաղաքական ռազմական ղեկավարների լինելու վայրը, առանց որ շարժման մեջ են։ Հիմա մեկ էլ հարվածում է Միացյալ Նահանգները եւ պարզում է որտեղ են լինում ղեկավարները, ոչ ավել, ոչ պակաս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այլևս նահատակ
Խամենեյնի աշխատավայրում առանձնատան, այսինքն եւ առանձնատունը եւ աշխատավայրը հարևանությամբ են։ Այսինքն եղել են խորհրդակցության։ Իսկ ինչ ասել է խորհրդակցություն, երբ որ բոլոր ռազմական ղեկավարները այդտեղ են, ընդ որում քաղաքական ղեկավարները եկել են, օրինակ Լարիջանի մյուսները, իրենք գնացել են, իրենցից հետո եկել են ռազմական ղեկավարները, հոգևոր առաջնորդի մոտ, երկրի փաստացի կառավարչի մոտ եւ այդ ժամանակ հարված է տեղացել։ Սա միայն մի բանի մասին է խոսում, որ ամենայն հավանականությամբ ըստ իրանական կողմի բանակցությունները մտել են հաջող ավարտական փուլի մեջ, խաղաղությունով։ Եվ հոգևոր առաջնորդը իր մոտ է հրավիրել քաղաքական ղեկավարությանը, որը ոչ միայն տեղեկացնել, յուրաքանչյուր իրողությամբ պատրաստել այն փաստաթղթերի փաթեթը, որի հիման վրա պիտի կնքվեր ինչ որ պայմանագրեր կամ համաձայնություններ։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար քաղաքական ղեկավարությունը խնդիրը չի, խնդիրը ռազմական ղեկավարությունն եւ հոգևոր առաջնորդն է։ Այսինքն քաղաքական ղեկավարությունը հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից հետո գնացել են եւ դրա համար քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, այդ թվում եւ նախագահ եւ անվտանգության խորհրդի քարտուղարը, ասենք նույն Լարիջանի, իրենք ողջ են։ Գալիս է ռազմական ղեկավարությունը, հիմա նույն հանձնարարականները եւ քննարկման արդյունքում պիտի ստանան ռազմական ղեկավարություն։ Այդ ժամանակ հարվածը գալիս է։ Այդ տարածքը, որտեղ իրենք աշխատել են 30 ստորություն։ Դու բանակցում ես արդեն, բանակցում ես, ասում ես վերջ խաղաղություն, միակ տարբերակն է, միակ տարբերակը, որ ռազմական ղեկավարությունը հոգևոր առաջնորդի հետ նստած ինչ որ բան է քննարկում։ Սա քննարկել են վերջնական խաղաղության համաձայնագիրը։ Դուք տեսնում եք նենգության, ստորության չափը։ Ինչպես անել, որ բոլորը միասին լինեն։ Միացյալ Նահանգները խնդիր է դրել հատուկ ծառայությունը խաբելու, նենգամբար, թիկունքից հարվածելու։ Հիմա հարվածից հետո զոհվում են համարյա ռազմական ղեկավարության առաջին դեմքերը, որտեղ այդ քննարկմանը եղել է ռազմական ղեկավարության առաջին դեմքերը։ Բայց ես միշտ ասել եմ, որ ռազմական ղեկավարությունը եւ քաղաքական ղեկավարությունը եւ հոգեվոր ղեկավարությունը իրենք ունեն փոխարինողներ, ոչ թե որոնք գալու են ժամանակավոր պաշտոնակատար, այլ տեղ միանգամից պարտականությունները ամբողջությամբ կարող են իրենց վրա վերցնել։ Շատ արագ 3-ի խորհուրդ է ստեղծվել նախագահի գլխավորությամբ, 3 ասին, որ արդեն ընտրվել է գերագույն հոգեվոր առաջնորդը, շուտով 1-2 օրվա ընթացքում ամբողջովին Իրանի նոր ռազմական եւ հոգեվոր ղեկավարությունը, արդեն երկրորդ էշելոնը իրենք գալու են իշխանության եւ հայտարարելու են։ Հիմա սա ինչի մասն է, սա արդյոք մեզ համար դաս է թե չէ։ Իհարկե դաս է։ Այսինքն արևմուտքի երաշխիքները եւ ես այդ ժամանակ երբ որ մտածում եի ու վերլուծում եի գնահատում եի, թե ինչպես եղավ, որ հավաքվեցին բոլորը միտեղ։ Միակ տարբերակ սա է, ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն դրական բանակցություններից եկել են, կարելի է կռայել, որ եկել են դրական ազդակներ։ Ոչ թե ազդակներ, հավաքվել են, որ հանձնարարականներ ստանալ, որ ամեն ինչ անեն։ Այս պատկասեք ինչ բնորոշ, հա, սիոնիստական ասեմ, նաթանյալսեմ, ինչ տական։ Քիսինջերը ասում էր Ամերիկայի հետ վատա թշնամանալը։ Մահացույա բարեկամ լինելը։ Ահավասիկ ինչպես ասում են ձեր խաղաղությունը հրթիռներով կտրեմ եւ ձեր երեխաներին պայթեցնելով կտրեմ, էլի սա է։ Հա, այսպես, վստահաբար ուրիշ տարբերակ չկա։ Սիրիայից ու մյուս երկրներից հետո չեն ասելու, չէ՞, որ մենք ձեզ սիրելիներս ազատագրում ենք բռնապետներից, բերում ենք ձեզ ազատություն։ Այո, բերում ենք, չէ, ժողովրդավարություն չեն ասում, ազատում ենք բռնապետից, որովհետեւ դրա փոխարեն բերում են Մարտակերտ, մենք տեսանք էլի ինչ բերեցին Սիրիայում ու մնացած երկրները ինչ են գերում կամ նույն Վենեսուելայում ինչ արեցին, նույն գաղափարակիր մի հատ ենթակա ինչ որ մեկին բերել են, բայց ուղղակի կապիտուլյացիայի տակ ստորագրում է, էլի նավթը իմն է, ուրանը իմն է, երկիրը իմն է, ժողովուրդը իմն է։ Բանդիտիզմ է, էլի սա։ Ես չգիտեմ, բանի լավ, ինչևէ միջև դուք անցնեք ինչ հետևություններ, ես վերջին լրահոսը ներկայացնեմ, Թրամփը կարծում է, որ Իրանում ռազմական գործողությունը կարող է տևել միջև 1 ամիս։ Սիրելիներս, այս են նույն Թրամփն էր, որ խոսում էին մի քանի օրվա մասին, ճիշտ է, 2-3 օրից պիտի կապիտուլացվեն եւ ժողովուրդը ոտքի կկանգնի, բայց տեսեք թե ինչ ժողովուրդ ունի եւ ընդհանրապես ինչ իշխանություն ունի եւ
Այսպեսին է նաև ղեկավարները լինում էլի գնան զոհվելու, բայց այնց հեշտ չի, սա ուղղակի այն մարդկանց, որ ասում էին մենք դե վտանգ էինք տեսնում, չգիտեմ, ինչ այնց հեշտ ու հանգիստ մի հատ ճամպրուկի նման իշխանությունը փոխանցեցին փողոցից եկած շներին, ու մենք հայտնվեցինք այս վիճակի մեջ։ Իրանական դրոնը հարվածել է Բեն Գուրիոնի օդանավակայանը։ Մարդիկ սկսել են դուրս գալ թռիչքի պատրաստող ինքնաթիռներից։ Հա, իդեպ այսօր Թարևան երկրներին, պրոքսի երկրներին հարվածում են, որ ասում էին, եթե դու ռազմավարական քո դաշնակիցը Միացյալ Նահանգներն է, վերջացավ, չէ, դու արդեն ինչքան անվտանգ ես։ Տեսնում եք հիմա այդ անվտանգությունը։ Դա ամեն մեկը յուրով է հասկանում անվտանգությունը ինչ բան է։ Այո։ Թել Ավիվում հզոր պայթյունները շարունակում են հնչել, հրթիռային հարվածներ, այսինքն այնուամենայնիվ հրթիռները կարողանում են հասնել Թել Ավիվ։ Հրթիռային հարվածների հետևանքները Աբասաբի 104-րդ ոստիկանական բաժանմունքում միայն այդ հարվածից արդեն 210-ի է հասնում երեխաների զոհը։ Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցների փոխանցում էր, որ Ռիադում հրդեհվել է մեծ հյուրանոց է հրդեհվել Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Բեյրութում Հեզբոլլահի գլխավոր հրամանատարի եւ շարժման այլ բարձրաստիճան անդամների վերացման մասին։ Իրավիճակը Բեյրութում շարունակում է լարված մնալ եւ մարդիկ դուրս են գալիս քաղաքից։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ինքնաթիռները հարված են հասցրել Իրանի Քերմանի ավիա բազային իսրայելական եւ ամերիկյան կործանիչներ այսօր առավոտյան 2 անգամ հարձակվել են Սանանջիկի ռազմաբազայի վրա եւ այն այս համատարած այս վիճակն է Դոնալդ Թրամփի Կուբան դիտարկում է որպես երկրորդ երկիր, Իսրայելի գենշտաբի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Իսրայելը սկսում է հարձակողական գործողություններ Լիբանանում, նորից Իրանը սկսել է հրթիռային եւ անօդաչու սարքերի հարձակումների նոր ալիք տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների վրա։ Հետաքրքիր էր սենատորներից մեկի հայտարարությունը Իրանի առաջնորդության ժամանակավոր խորհուրդը երկրորդ նիստն է գրավել, ձեր ասած որ իրենք արդեն սկսել են աշխատել եւ շատ ակտիվ են։ Կիպրոսի նախագահ Կիպրոսում բրիտանական ավիաբազային հարձակման է ենթարկել շահեդ անօդաչու թռչող սարքերի կողմից սենատոր Բերնի Սանդերս, շատ հետաքրքիր է։ Թրամփը ասաց, որ մենք պետք է հարձակվենք Իրանի վրա, որովհետև չեն կարող թույլ տալ, որ այն ատոմային զենք ունենա։ Լուրջ, սա նույն նախագահն է, Թրամփն է, ով հունիսին ասել էր. Իրանի ատոմային օբյեկտները ոչնչացվել են։ Այս է նույն մարդները, որ ասում են, այո, սուտը չէ, իրենց սենատորն է ասում, որ հիշեք, թե ինչ է հայտարարում։ Ոչ մի օբյեկտը չէր ոչնչացվել, որտեղ 80 մետր եւ ավել խորությամբ ու առավելագույն կարող էր 60-70 մետր B2-ի վրայից հրթիռները հարվածել 12 օրվա վերջին 1-2 օրում B2 ռմբակոծիչները ամերիկյան գնացին, բայց իր վրայից ոչ թե հրթիռներ գնացին, որ 60-70 մետր խորությամբ բունկերներին կարող են խփել, այլ արկ էր։ Արկը առավելագույն 20 է։ Փոխադարձ պայմանավորվածությամբ, այսինքն այդ կռիվը այդպես վերջացավ։ Լավ, հիմա գանք արձանագրում ենք հետեւյալ իրողությունը։ ԱՄՆ-ի հետ պայմանավորվել նշանակում է քեզ դնել ԱՄՆ-ի զոհասեղանին։ Սա արձանագրում ենք որպես իրողություն։ Ջա։ Եվ ցանկացած երկիր, ով ԱՄՆ-ի կամ իր դաշնակիցների հետ, այդ թվում օրինակ Թուրքիայի Թուրքիան համարում է ԱՄՆ դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Այս տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Թուրքիան։ Թուրքիայի հետ պայմանավորվել նույնա թե պայմանավորվել ԱՄՆ-ի հետ։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը քեզ ուղղակի զոհաբերել է։ Մահացու է ԱՄՆ-ի հետ բարեկամությունը, հիշեք։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական կյանքում դի նոր բանաձևում լինի։ ԱՄՆ-ի հետ դաշնակցելը մահացու է կամ բարեկամանալ մահացու է, որտեվ դրա համար Իրանի ղեկավարությունը հատուցեց, որ իրենց մտքով անգամ չի կարող անցնել, որ 100%-ով եկել են ընդհանուր հայտարարել, որ պիտի կնքվի համաձայնագիր, դետալները պիտի մշակվեն արդեն ղեկավարների հետ, ամեն մեկը իր ոլորտի։ Մարդիկ հավաքվում են երկրի գերագույն հոգևոր առաջնորդի աշխատավայրում եւ հարված են ստանում։ Հիմա ԱՄՆ-ի համար սկզբունքը հետեւյալն է. միջոցների մեջ որից է խտրականություն չկա, կարևորը նպատակին հասնելն է, հաղթելն է, թե ինչ սահմաններ է անցնում։ Իդեպ ցավակցական հեռագիր երեք Ռուսաստանի Դաշնության նախագահ այս դեպքերի հետ կապված եւ Խամենեյնի մահի եւ այդ երեխաների եւ զոհերի քաղաքացիական անձանց ուղղել էր ԵԿ նախագահին Իրանի Պեզեշկյանն։ Այնտեղ շատ կարևոր շեշտադրում էր ԱՄՆ-ի կեցվածքի վերաբերյալ մարդկության դեմ
եւ միջազգային իրավունքի դեմ։ Ահա սա է ԱՄՆ-ի քայլը։ Այսինքն ԱՄՆ-ը քայլ է արել, որը այդ Իսրայելի հետ ես ենթադրում եմ, որ այդ մարդկության դեմ հանցանքը ավելի շուտ իր մեջ հենց ներառում է սա։ Կամ լավ, ուրիշ բան, առաջին հարվածներից, ավի հարվածների ժամանակ ընդ որում յուրաքանչյուր թիրախ միլիմետրով մշակված է։ Այդ դեպքում հարց է առաջանում, եթե մշակված է, ինչ գործ ուներ ռմբահարումը այն դպրոցին, որտեղ իր առաջիններից մեկը իքական սերի ինչ էին ուզում ցույց տալ դրանով։ Ես կարծում եմ սա որ ոչ մի բանի առաջ չեն կանգ։ Չէ, ես այդ ոչ մի բանի առաջ չկանգնելը արդեն ինքնին Խամենեյի աշխատավարին խփելը դա արդեն չափորոշիչ է, հա։ Ես կարծում սա միգուցե այն հիվանդագին ուղեղներում առաջացած միտք է, որ ասենք երեխաների զոհաբերություն տարվի։ Մոտ 100-200 երեխա զոհվել են, փլատակների տակից դեռ հանում են։ Այո, զոհաբերություն է ակնհայտ, իսկ մենք գիտենք ժամանակին այդպիսի զոհաբերություններ անձինք, որոնք հիվանդ ուղեղներ ունեն, նման զոհաբերություններ նաև երեխաներ արել։ Իդեպ այդպիսի զոհաբերություններ նաև արել են Էփշտեյնի մոտ, ուշադրություն դարձրեք։ Երեխաների զոհաբերություն, մարդկանց զոհաբերություն, մարդու միս ուտել։ Այսինքն դուք հասկանում եք որտեղ։ Հիմա մենք ամեն ինչ գնահատում ենք մեր ընկալումներով, խղճի, քրիստոնեական, բարոյականության։ Այնտեղ Եվ ասում են օրն էլ կարևոր, նախորդին է արվել։ Այսօր օրինակ ես հիմա չգիտեմ, այսօր Փյուրումն է հрьяաների ամենամեծ տոներից, Փեսախից հետո երկրորդ տոնն է, որտեղ հрьяաները ազատվում են, ինչից։ Ուրեմն Ամաղեկի մի ներկայացուցիչ Իրանի, ուշադրություն դարձրեք, Իրանի շահի մոտ հիմնավորում է, որ հрьяաները փորձելու են ապստամբել։ Իսկ հрьяաները այդ ժամանակ պարսկական կայսրության տարածքում են ապրում եւ որոշում է կայացում, որ հрьяաներին դի ոչնչացնել։ Եստեր հայտնի թագուհի կա, եստերը իրազեկվում է, եստերին փոխանցում են, եստերը իր ազգակիցներին փոխանցում է, որ այսինչ օրը, այսինչ ժամը եւ ինչ են անում, նշան են անում բոլոր այն տների վրա, որտեղ հрьяաներ են, եւ ոչ այդ նշանի տների վրա հрьяաները սկսում են մտնել ու կոտորել այդ ներսի ժողովրդին։ Ես չեմ բացառում, որ սկզբունքորեն այդ նաեւ իր մեջ զոհաբերության որոշակի շեշտադրումներ լինի, որտեղ անտրամաբանական է, ոչ ռազմական, ոչ կոմունիկացիոն, ոչ կառավարչական, որևիցե տրամաբանության չի մտնում առաջին հրթիռակոծման թիրախներից մեկը լինել իքական սերի երեխաների մեծ դպրոց, որտեղ մի քանի 100 երեխա են սովորում, ընդ որում մի քանի ռումբ է կպել, որտեղ ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է։ Այս բայ դրությամբ մոտ 200 երեխայի դի արդեն հանում է։ Հիմա կանք Իրանի տարբերություն Իրանի իշխանության, իհարկե շատ է խոսվել, կրոնապետություն է, գաղափարաբարորեն կառուցված կրոնապետություն է Իրանը, ինչ տարբերություն է, որ ինչքան շատ ավելի դժվար է լինելու Իսրայելի։ Ես կարծում եմ այսպես, ԱՄՆ-ի հաշվարկը, Իսրայելի հաշվարկը հետևյալն էր, որ Իրանի ներսում ամենայն հավանականությամբ կլինեն անձինք, երևի թե այդպիսիները կան, որոնք առավել արմատական թևի ղեկավարներին սպանելուց հետո նկատի ունեմ հոգևոր եւ ռազմական, այս երկուսն է, հա, թիրախավորել։ Իսկ այդ քիչ թե շատ բանակցությունների կողմնակից պայմանագիր կնքել եւ այլն, դա ավելի շուտ քաղաքական ղեկավարություն է, որի մարմնավորումը ասենք համարվում է Փեզեշկյանը, նախագահը, հա, որպես այդպես միջանկյալ լուծումներ գտնող։ Ես ենթադրում եմ, որ այս ամեն ինչի նպատակը, որ Իրանում իշխանության ղեկին այս իրավիճակում լինեն մարդիկ, որոնք հետ քայլ անեն, ոչ թե հատուցման կամ վրեժի դրոշը բարձրացնեն։ 40 օր սուք է Երևանից Իրանում եւ 3 բարձրացվեց կարմիր դրոշը, վրիժառության կամ հատուցման դրոշը։ Սա նշանակում է, որ երկիր մոլորակի բոլոր այն բնակարարներում, որտեղ ապրում են, բնակվում է շիա մահմեդականը, այդ վրեժի դրոշի բարձրացումը նշանակում է թիրախը ովքեր են, այսինքն ում դեմ է ուղված վրեժը, ցանկացած շիա մահմեդականի սրբազան պարտքն է այդ որոշումը կյանքի կոչել։ Կապ չունի ինքը, որ երկրի տարածքում է ապրում։ Եվ երեք էլ պատական չէր, որ Հեզբոլլահը սկսեց հրթիռակոծել Իսրայելը, Եմենի հուսիտները սկսեցին հրթիռակոծել Իսրայելը, ակտիվացել են Իրաքի 400 հազարանոց
Իրանի բանակը 400,000-ից ոստիկան կա շիա մահմեդականների ասում են ոստիկանություն բանակա իրական 400,000 բանակ Իրաքում։ Իդեպ սկսել են հարվածել նաև Թուրքիային 13 պետության 3 Իրանը ինքը եւ իր դաշնակից այդ իմ նշած 3 միավորները սկսել են հարվածել։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չէին սպասում, որ այս ըստ իրենց գնահատմամբ գլխապվելուց հետո իրենք իրենց արշինով են չափում։ Օրինակ, եթե ԱՄՆ-ի կամ Իսրայելի վերնախավի այս չափ գլխատվում է, իրանք միանգամից թաթիկները տնկում են։ Վստահաբար։ Արևմտյան ամբողջ պատերազմների իմաստը գիտեք որն ա եղել, երբ որ իրենք հաշվում են, որ ուժերի հարաբերակցությամբ իրենք թույլ են կամ կիսաշրջափակված են, իրենք ինչ են անում, հանձնվում են։ Ասում են անիմաստ է, ինչու զոհվեմ, երբ որ չեմ կարող հաղթել։ Թող թշնամուց ողորմածությանը տրվեմ, թշնամին կորոշելի։ Դե հո ինչ չի սպանի, հա, մի քիչ կտանջի, մի քիչ կաշխատացնի, բաց կթողի։ Արևելքը առավել եւս նրանք ովքեր որ միաստվածություն դավանող կրոնի հետևորդներ են, այդ թվում նաև իսլամի մահմեդականները, իրենց մոտ այլ ընկալումներ կա։ Իրենք չեն մտածում այդ բային ողջես մնալու, թե չէ, իրենք մտածում են քո արժանապատվությունը, քո հավատը, քո նվիրումը ոտնահարվել է թե չէ։ Եթե ոտնահարվում է, ինչ հանձնվել, կռվում ես, զոհվում ես, հետևինդ գալիս է հաղթում է։ Լրիվ ուրիշ հոգեվիճակը։ Ես կարծում եմ, որ Իրանի երեկվա պատասխան հարվածներից հետո համատարած ամերիկյան բոլոր բազաներին անխտիր, որտեղ որ կար։ Իսկ դուք պատկերացրեք, եթե հանկարծ արաբական աշխարհը ոտքի կանգնի ամերիկյան եւ իսրայելական իմպերիալիզմի դեմ, դուք պատկերացնում եք սա ինչ է նշանակում։ Արաբական աշխարհին Իրանը այսօր ժողովուրդներին մղում է իրենց Ամերիկա հաճո կառավարությունների դեմ։ Ես չեմ բացառում, որ արաբական աշխարհում սկսի մեծ հեղափոխություններ։ Մեծ։ Դուք ուշադրություն դարձեք, Եվրոպայում ինչքան մուսուլման կա։ Իսկ Եվրոպան լավ է մտածում, այդ մուսուլմանները բա որ այդ ջիհադ, իսկ հիմա սրբազան պատերազմ, նայ իդեպ 3 հայտարարվեց սրբազան պատերազմ։ Բացի հատուցումը, վրեժառությունը, վրեժի պատասխան տալը, նաև ջիհադ է հայտարարվել, այսինքն սրբազան պատերազմ անհավատների դեմ։ Ես կարծում եմ, որ Իսրայելն ու Դուք կարծում եք Իսրայելն ու Ամերիկանն այդ հաշվարկը չեն արել։ Ես կարծում եմ իրենք մտածում են օջախները գլխատելուց հետո, այո, կգան կհասնեն Իրան եւ Իրանը վերջին իրենք մտածում էին ըստ իս, բայց նաև Իրանի հույսն էր, որ այդ ոտքի կկանգնեն, մենք տեսնում ենք առանձնապես այդպիսի մեծ բան տեղի չի ունենում։ Դե կան ինչ որ հարյուրավոր մարդիկ գուցե դեսպանատների ուղղությամբ, բայց հիմա ասեմ Իրանի քայլերը մոտավորապես ինչ կարող է անել։ Իսրայելին ինչպես կարող է ծնկի բերել, ձեզ վստահեցնում եմ։ Եվ դա այնքան պարզ է։ Նույնիսկ ասենք ռազմական բուհի առաջին կուրսի կուրսանտը կարող է այս ամեն ինչը հաշվել։ Նայեք, Իսրայելը ատոմակայան չունի։ Ունի հոսանքի արտադրության 2 մեծ էլեկտրակայան։ Հիպերձայնային արագության փրթիրներով Իրանը հարվածում է այդ 2 էլեկտրակայաններին։ Իսրայելը ամբողջությամբ հոսանքազրկվում է։ Ես ասում եմ, այն ինչ որ կա։ Գումարած, ես Իսրայելը խոցելի տեղն եմ ասում։ Իսրայելը ունի 2 մեծ քիմիական գործարան, որոնք ֆիքսված են տեղերը, շարժական չեն, բարձր եմ ասում, չէ՞։ Հարվածում են այդ 2 քիմիական գործարաններին։ Եվ երրորդ խոցելի, ամենախոցելի տեղը, որ Իսրայելը ունի անապատում Իսրայելի տարածքում միջուկային ռեակտոր 1 եւ միջուկային զինանոցի պահոստներ, որոնց տեղը ֆիքսված է։ Եվ Իրանը դրա մասին գիտի։ Հիմա պատկերացրեք, եթե հարվածում են դրան, եթե գործը հասնի այնտեղ, որ Իրանի լինել չլինելու խնդիր է, վստահաբար իրանք հարվածելու են։ Սկզբում հիշեք խոսքս էլեկտրակայաններին 1, երկրորդ քիմիական գործարաններին եւ վերջում անապատում գտնվող միջուկային ռեակտորին եւ միջուկային զինանոցի պահոստներին։ Հիմա Իրանը դեռևս այս քայլերը չի անում։ Հաջորդը ավիակիրներ են, չէ՞, աշխատում այսօր Իրանի դեմ։ Ավիակիրներից ինքնաթիռները թռնում են, հարվածում են, գնում նստում են։ Եվ այն ռազմական բազաները, որոնք որ կան։ Ամերիկան 13 պետությունում ռազմական բազաներ ունի։ Իրանը հարվածում է այդ ռազմական բազաների զենքի պահոստներին։ Ոչ թե ինքնաթիռներին չի խփում։ Հրթիռային կայանքներին չի խփում։ Դուք կարծում եք կարող էին միջև հիմա չեն հարվածել։ Իրենք հարվածում են, արդեն հարվածում են։ Դե հիմա նոր ղեկավարություն ա եկել, հիմա այնպես չէ էլի, որ մի օրվա մեջ ուշադրություն դարձեք։ Ես ասում եմ ինչ, չկարող են, վստահաբար կարող են։ Հեսա կնայենք նաև Չինաստանը, Ռուսաստանը դերակատարում ինչքանով կան եւ ինչքան կարող են անել։
Հիմա եթե իրենք հարվածում են բոլոր բազաների, ընդորում սկսել են հարվածել բազաների վառելիքի պահեստներին։ Ասենք, եթե կա օդանավական, կան ինքնաթիռներ, վառելիքի պահեստ նշանակում է այդ ինքնաթիռը չի թռչում։ Ինքնաթիռը իրենք չեն խփելու։ Բայց ավելին ասեմ, ավելի խորքային եւ ցավոտ հարված կստանան ամերիկացիները, եթե Իրանը հարվածի զինանոցի պահեստներին։ Ինքնաթիռը թռնում է, վառելիքը կա, բայց ինչ է կրակում։ Հո տանձին կորուս չի կրակելու։ Չկա այդ զինանոցը չկա։ Եվ այստեղ խնդիրը օրինակ ավիակիրն է։ Իրանը, որքան ես եմ տիրապետում տեղեկատվությանը, նայեք, շարժական գլխիկներով հրթիռներ չունի, այսինքն նավիգացիայով։ Իրանի հրթիռները եւ բալիստիկ եւ հիպերձայնային արագության հրթիռները ստատիկ կանգնած թիրախներին են խփում։ Բարձեմ, այսինքն եթե այդ թիրախը չի շարժվում, ինքը ստատիկ է, հիպերձայնային արագության հրթիռը իրանական հրթիռը ցանկացածին խփում է եւ իսրայելական երկաթյա գմբեթի փուչիկ 3 տրակեց։ Թել Ավիվում նայեցիք, չէ՞ ինչ էր կատարվում։ Բալիստիկ հրթիռները գալիս հանգիստ խփում էին եւ ոչ մի ձևով երկաթյա գմբեթը չէր կարողանում դեմ առնել, ահա։ Բայց իրանական հրթիռները չունեն այն հնարավորությունը, որ իրենք կարողանան թիրախը ֆիքսել եւ որը շարժվում է եւ հարվածել շարժական թիրախների մեծ ճշգրտությամբ, որտեղ առնվազն 5-7-10 րոպեի տարբերություն է լինելու իրենց ելման կետից, որ թռչեն գնան հարվածեն այդ ընթացքում շարժական թիրախ ինքը շարժվում է, հա։ Խոսքս ավիակիրների մասին է։ Հիշեք խոսքս, որ պահին Իրանը հանկարծ մի ավիակիրի խփեց ֆիքսված։ Կապ չունի պայթունի չափ, ուրեմն իմացեք Չինաստանը եւ Ռուսաստանը տրամադրել են այդ հրթիռները, այդ տիպի հրթիռները։ Բայց ինֆորմացիա կար, որ վաղուց են տրամադրել արդեն։ Ես ասում եմ, այս պահին ավիակիրների վրա այն հրթիռները, որոնք հնարավորություն են շարժական թիրախներին հարվածել եւ հրթիռի գլուխը ինքը ավտոմատ կառավարվում է, ընդդեմ տիեզերանավից, եթե հարվածեցին, ուրեմն իմացեք Ռուսաստանն ու Չինաստանը այս առումով օգնել են Իրանին։ Հիմա ցամաքային օպերացիան ես միշտ ասել եմ, բացառում եմ 100%։ Չի լինելու ցամաքային օպերացիա, որտեղ մի քանի Իրանը պատկերացեք ունի։ Ինչեւ դրան ասնելը Չինաստան եւ Ռուսաստան եւ սա դրան ասում։ Հիմա Չինաստանի եւ Ռուսաստանի համար Իրանը շատ կարևորագույն դերակատար ունեցող պետություն է։ Չեմ հոգնում մեկ անգամ եւս ասեմ, Ռուսաստանի համար Իրան Իսլամական Հանրապետությունը հյուսիս-հարավ Միջանցքի ամենակարևոր երկիրն է։ Չկա Իրան, Ռուսաստանի ամբողջ տնտեսական զարգացումը դեպի արաբական աշխարհ, Հնդկաստան, Աֆրիկա, չկա ճանապարհ։ Մնում է այդ Բոսֆոր դարդանելը։ Իսկ Բոսֆոր դարդանելը մենք գիտենք, չէ՞, որ պետության է, ցանկացած ժամանակ կարող է խնդիրներ առաջացնել, այսինքն Ռուսաստանը դա ձեռ չէ տալիս։ Եվ հետաբար Իրանի համար Ռուսաստանը կակ օգնելու է առավելագույնը, թեև Ռուսաստանում կան ուժեր, որոնք փորձում են իշխանությունների, այդ թվում նաև առաջին դեմքի վրա որոշակի ճնշումներ գործադրել աշտարակներից մեկը, որ առայժմ պետք չի Ամերիկայի հետ շնամանալ եւ այլն, որտեղ Ամերիկայի հետ բարեկամանալ նշանակում է օրինակ թվեր են ասել 13 տրիլիոն դոլար, եթե Ամերիկայի հետ բարեկամություն ես անում, այդքան ներդրումներ, շահ եւ այլն։ Այստեղ շահի խնդիրը չի, պետության լինելության խնդիրն է։ Սա նշանակում է Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Իրանը այս պատերազմում չպարտվի։ Իսկ չպարտվել ի՞նչ է նշանակում, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը երրորդ անգամ պարտվում են, որտեղ Իրանում իշխանապողություն չի լինում, որտեղ այս օպերացիայի բուն նպատակը իշխանապողությունն է։ Գլխատեցին առաջին էշելոնին, հիմա երկրորդ էշելոնը գալիս է իշխանություն։ Գլխատեցին երկրորդ էշելոնը, տեսականորեն եմ ասում, թե շատ արդեն դժվար է, երրորդն է գալիս։ Հիմա ինչ ասել է ուրեմն Չինաստանի համար Իրանը։ Չինաստանի մեկ ճանապարհ, մեկ գոտի ստրատեգիական ուղղությունը ինչ է, ուղղված է դեպի ուր Չինաստանից ապրանքների տեղափոխում դեպի Եվրոպա։ Այս իհարկե ամբողջ ճանապարհն է, այն երկրները, որով այդ ճանապարհը անցնում են, այդ ճանապարհների հետ նաև ուրեմն աշխատանք տանել, վաճառել եւ այլն, բայց ստրատեգիական առումով 500 միլիոնանոց մայրցամաքային Եվրոպան է։ Հիմա Եվրոպան մեծ հաշվով ինքը սնանկ տարածք է, այսինքն ոչ վճարունակ տարածք է դառնում։ Տեսնում եք Եվրոպան ինչ վիճակում է։ Եվ Չինաստանի, ուշադրություն դարձրեք, Չինաստանի ստրատեգիական ուղղությունը մեկ ճանապարհ, մեկ գոտին, ոչ թե Եվրոպան է, այլ ուշադրություն դարձրեք Իրանով, Թուրքիայով դեպի ուր միջերկական ծովով դեպի Աֆրիկա։ Այսինքն հիմա Չինաստանը իր
ապրանքների եւ ազդեցության տարածքը ոչ թե Եվրոպան է դիտում, այլ Աֆրիկան։ Աֆրիկա գնալու համար նորից եմ ասում, իր համար երկու կարևոր հանգուցային երկիր կա։ Մեկը Իրանն է, մյուսը Թուրքիան։ Հիմա ինչքանով է շահագրգիռ Չինաստանը, որպեսզի Իրանը մնա, Իրանում իշխանապողություն չունեն 100%-ով։ Ինչու՞։ Բացի այն, որ իր ապրանքների տարանցիկ ճանապարհի համար կարևոր երկիր է։ Ինչ ասել է Իրանի մասնատում եւ ամերիկյան ռեժիմի հաստատում։ Չէ՞ կարծում, որ մեծ հաշվով եւ Վենեսուելայի եւ Իրանի դեմ էս ամեն ինչը ստրատեգիական առումով ԱՄՆ-ի համար դա Չինաստանն է, Չինաստանի տնտեսությունը, այսինքն խնդիրը Չինաստանի տնտեսությունը ծնկի բերն է։ Հիմա Հորմուզի նեղուցը փակվել է, չէ՞։ 3-1-2-ը փորձեցին այսպես շուստրություն անել, Իրանը խփեց, ասեց ես եմ որոշելու այդ նեղուցով, որ նավն է, որ երկրի դրոշով նավն է անցնելու։ Եվ գները հիմա 100-120 է։ Իսկ եթե պատկերացեք 200-300 լինի, դուք պատկերացնում եք Չինաստանի տնտեսությունը ինչ հարված կստանա։ Իսկ եթե Իրանում իշխանապողություն լինի, հաջորդ օրը չեղարկվելու է Իրանի եւ Չինաստանի միջև կնքված մոտ 15 տարվա կդրվածքով պայմանագիր $1 տրիլիոն իրանական նավթի վաճառք Չինաստանի։ Վենեսուելային ասում արինձանից առ Ամերիկան, Չինաստանին եւ այլ կասի արինձանից առ։ Բայց ես կորոշեմ գինը եւ չափը։ Ահա, հիմա նույնը Իրանին է։ Այսինքն այսպես ասենք, հա Չինաստանի տնտեսության հոսանքի արտադրության 80%-ը նստած նավթի վրա, հիմնական վաճառողներ հիմնական 3 պետություն էին՝ Վենեսուելա, Ռուսաստան եւ Իրան։ Վենեսուելայում հիմա փակեց այդ տեսականորեն այնք եթե Իրանում փակում, հա մնում է մի Ռուսաստան։ Այս գնային քաղաքականությունն էլ այս կռիվների ժամանակ աստղաբաշխական թվերի եւ Չինաստանի տնտեսությունը մահացու հարված է ստանում։ Դա համար Չինաստան ար երևույթ շահում է, չէ, չի շահում, վստահաբար Ռուսաստանը կորցնում է ինչը։ Այսինքն իր դեմքն է կորցնում, որտեվ բոլոր երկրները, որոնք ամերիկյան իմպերիալիզմի տակ չեն ուզում մնալ այդ գաղութատիրական վիճակում, հույս էին կապում Ռուսաստանի Չինաստանի հետ։ Հիմա պարզվում է, որ Ռուսաստանն այնքան թույլ է, որ կարողացան Ամերիկան Սիրիայում իշխանություն վերցնել, հələ Հայաստանի մասին չեմ ասում։ Վենեսուելան վերցնում, Իրանում վերցեցին, Իրան եւ հետո Չինաստան։ Այսինքն Ռուսաստանը ինչ է, դեմք է կորցնում, որպես պարտներ, որպես ուժեղ պետություն։ Եվ դրա համար ես եմ ասում եւ Ռուսաստանի եւ Չինաստանի համար Իրանը ոնց ասեմ մի երկիր է, որի հետ կապվում է իրենց ապագան։ Այսինքն եթե բայց առայժմ այդպես անհանգի շարժումներ չի լինում բացառություն այդ ցավակցությունների, չէ, ինչ այդ։ Ես կարծում եմ այստեղ ուրեմն եթե այս 4 նայեք, Իրանում այս 300-ները կային։ Եթե այս 400-ները եւ 400+ M-երը մտան, ենթադրենք տեսականորեն, եթե արդեն Իրան են գնում եւ ռուսական, նայեք, ռուսական սուշկեքը եթե մտան։ Պարոն Ապետյան, այլ ինֆորմացիա կա, որ տվել են ժամանակին։ Հիմա նայում ենք, հա, հիմա նայում ենք, ես կարծում եմ այս 1-2-3 օրը շատ կարևոր է իրապես գնահատելու համար եւ Չինաստանի եւ Ռուսաստանի կեցվածքը ռազմական առումով եւ Միացյալ Նահանգների Իսրայելի։ Եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սկսեցին հետ քայլ անել ռմբահարումներով, հրթիռակոծումներով, այսինքն այն ինտենսիվությունը, որ նախկինում ունեին, հետ քայլ արեցին, ես կարծում եմ, որ սա երրորդ անգամ Միացյալ Նահանգներ Իսրայել դաշինքով երրորդ պարտությունն է, այսինքն երկրորդ օրը մի քիչ թույլատրեցին, բայց երեկո այսօր նորից նույն թափով կա։ Ամեն դեպքում եկեք այսպես նայենք, մի քանի օրը մեզ համար գնահատման համար ցուցիչ է, առալիս որ Իրանի ղեկավարությունն ու ղեկավարությունը հիմա կեցված դրսևորի հայտարարություններով դե կոմպրոմիս չկա, բանակցություններ չկա։ Հա, ես ուրիշ բան չասեմ, որ վրիժառության կարմիր դրոշն է բարձրացված եւ ջիհադը հայտարարված, սա ինքնին ցուցիչ է արդեն։ Այսինքն Իրանի ղեկավարությունը չի կարող այդ երկու որոշումների դեմը առնել, կամ ասել չէ, դի սխալվել ենք, որտեվ ջիհադ սրբազան պատերազմ եւ վրիժառության դրոշ բարձրացնելը շարունակում է, որ երկրի մորակի բոլոր շիա մահմեդականներ, այդ ու նաև սուննի մահմեդականներ, այնպես չի որ սուննի մահմեդականները հետ քայլ են անում, իրանք իրենց համար իրենց հավատակից եղբայրներն են։ Եվ իրենք էլ իսկ եթե հանկարծ հակաամերիկյան, հակաիսրայելական շարժումները ամբողջ աշխարհում սկսեցին ծավալվել, դուք պատկերացնում եք Տրամպի եւ
Բենյամին Նետանյահուի վիճակը ինչա լինելու։ Պաղեստինի ցեղասպանությունից հետո ինչ որ պատկերացրեք, ես կարծում եմ, բայց տարածում չստացան, որտեղ բնի մեջ Ամերիկան եւ Եվրոպան խեղդում էր, թույլ չէր տալիս։ Իսկ եթե հիմա արաբական աշխարհը եւ իսլամ աշխարհն է ոտի։ Արաբական 12 երկիր, 11 երկիր հիմա պատրաստ են պետությունների իշխանությունների մասին չեմ ասում, ժողովուրդների մասին, այսինքն այդ ժողովուրդները եթե հանգարց իշխանություններ են տապալում։ Կա սաղները, դա տեսանելի չի, ասում են, բացառություն այդ 100-200 հոգի, որ դուրս են գալիս այդ երկրների դեսպանատների մոտ ինչ որ ակցիաներ, դա էլ տեսնում ենք, որ կապրենք այս մի քանի օրը կարծում եմ մեզ համար արձագանքներ, հա, խոսեցիք Ռուսաստանի Դաշնության արձագանքը, նախագահը շատ հստակ էր Ռուսաստանի։ Շատ հստակ ասեց, իմիջիալս չկա, չէ՞, միջև հիմա ձայն մեր իշխանությունների կողմից։ Ծղրտոց ձայն։ Ոչ մի ձայն չկա, ինչու ոնց եք բացատրում Էրդողանի արձագանքներ հետաքրքիր, որ եւ դատապարտեցի հարձակումը եւ նաեւ դատապարտեց Իրանի հարցակումը հարևան երկրների վրա, Ադրբեջանից էլ ոնց որ թե ձայն չկա, իրենք ինչ ագրգռվածություն ունի Թուրքիան եւ Ադրբեջանը։ Նայեք, Ադրբեջանը, ես չեմ բացառում, որ Ադրբեջանը արդեն իր օդային տարածքը տրամադրել է։ Եվ ուշադրություն դարձեք, հարվածների մեծ մասը Իրանի հյուսիսում է այդ հարվածները գնում։ Իսկ Թերանն է, Սպահանն է, լրիվ հյուսիսում է։ Այդ տարածքների հարվածելու համար շատ ավելի դյուրին է, նաև օգտագործելով Ադրբեջանի օդանավականները, վերալից կարող է որտեղ այստեղ ամենակարևոր խնդիրները ինքնաթիռներ աշխատելու ժամանակ վառելիքը չի բավականացնում։ Կամ մոտ տարածքից պիտի օդանավականներից թռչեն, կամ հեռվից վերալից։ Արցախից էլի։ Ավելի կոնկրետ նաև Արցախից։ Նաև ոչ միայն, նաև Արցախից։ Հիմա եթե Ադրբեջանը ինչ որ ձևով բացահայտ կերպով այս ամեն ինչի մեջ մտավ եւ այս կռիվը շարունակվեց, ինչպես ասում են, ես սկզբունքորեն չեմ բացառում, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ հոգեվոր խնդիր դնեն մեծ Ադրբեջանի ստեղծմանը, Թավրիզ կենտրոնով կամ Սպահան։ Այսինքն Ադրբեջանի հանրապետության մի մասը պիտի բռնակցվի կամ ազատագրվի եւ միացվի Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ես գործը կարող է տեղել ասնի, իդեպ ասում ձեզ, որ տեսականին չի բացառվում։ Թեև Իրանի Ադրբեջանի ղեկավարությունը միշտ փորձում է Թուրքիայի նման այսպես երկու լարի վրա խաղալ եւ հրապարակավ ցույց տալ, որ իրենք քննադատում են եւ այլն, բայց առարկապես է, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի օդային տարածքներից հարձակումներ ա լինում, կարծում Իրանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները սարքերով ամեն ինչ ֆիքսում են, այսինքն դե խափել չի լինի, էլի սարքին։ Այդ շրջանակը հոբ համակարգի կոչվում է ICO ինդիկատոր կրուգավով ավզորը, որտեղ երևում է բոլոր թռչող հրթիռները, ինքնաթիռները որտեղից են դուրս գալիս եւ ուր են գնում։ Արագությունից նույնիսկ կարելի է հաշվարկել հրթիռը, ինքնաթիռը, եթե ինքնաթիռը քաղաքացիական է, թե ռազմական է, ուղղակի զինվորական իմ առաջին մասնագիտությունն ա եղել ուսանող տարիներին, դա համար որոշակի առումով տիրապետում են տեղեկատվությանը։ Եվ այդ առումով ձեզ վստահեցնում եմ, որ եթե Ադրբեջան-Թուրքիան բաց կերպով մտնելու են, որը քիչ հավանական է, իրենք փորձելու են օգնել իրենց դաշնակիցներին չերևացող ձևով, բայց եթե գործ հասավ այնտեղ, որ խաղաքարտերը լրիվ բացվում են, ես սկզբունքորեն չեմ բացառում նաև միջուկային պատերազմ։ Այսինքն եթե Իսրայելի ղեկավարությունը, որը իրենց հիվանդագին երևակայությամբ հիմք ընդունում սուրբ գրությունները եւ ասում է վերջին ժամանակներն են եւ փրկիչը պիտի գա եւ Սողոմոնի 3-րդ տաճարը պիտի կառուցվի եւ այլն, այս բոլորը այս 3 տարի սկսել են, չէ՞ իրենք հոկտեմբերի 7-ից իրանք այդ սկսեցին։ Պաղեստինցիների դեմ պատերազմի իմաստը ո՞րն էր։ Պաղեստինցիներին դուրս դնել, որ Իսլամ աշխարհի 3-րդ սրբավայր Ալ-Աղսա մզկիթը, որը Երուսաղեմում է, պայթեցնել, որտեղ տեղը այդ Սողոմոնի 3-րդ անգամ տաճարի կառուցումը, այդ տաճարի բանի մզկիթի տեղը պիտի լիներ։ Հիմա պաղեստինցիներին դուրս դնել չստացվեց։ Այսինքն հիմա եթե ուշադրություն դարձեք, Ամերիկան այսպես նստած մտածում, ասում է մայախատը սկրայա։ Դե մայրցամաքը հերույա, որից է հերթիր, չի հասնի, ես Եվրասիական տարածքում ինչ կուզեմ կանեմ։ Լավ, հիմա ամերիկյան բազա է, թե մի 1000 հոգի զոհվի, այ քեզ բան։ Օրական Ամերիկայում այդպես էնել նախընտրական փուլում այդպես հեշտ չեն մարսելու։ Բայց եթե ինքը հաղթում է, զինվորի մահը։ Չէ, բայց եթե ինքը հաղթում է։ Չէ, բայց դա այդ իրենք ամեն ինչ անում են, որ դա չլինի։ Հիմա դուք պատկերացնում եք դեմոկրատները ոնց են օգտագործելու այս։ Բրիտանիան, Ֆրանսիան սուրա ճոճում, իդեպ ասեմ ձեզ, Տրամպի այս քայլերի դեմ եւ պաշտպանվում ոչ ավել ոչ պակաս Իրանի։ Ինչու՞։ Ինքը Իրանի չի պաշտպանում, առերևույթ Իրանին։ Ասում ես ինչ բարբարոսություն է Ամերիկանը։ Ինքը հարվածում է Տրամպին։ Չէ, նաև իրենք իրենց աջակցությունը հայտնեցին եւ պետական մակարդակով չէ, խոսքս քաղաքացիների մասին չի։ Պետական մակարդակով քննադատվել է Տրամպի այս քայլը։ Երբ որ այդ նույն ավազակը իրանք են։ Ինչու են քննադատում։
այո, Տրամփին թույլատնում են, որտեղ նոյեմբերին միշտ հիշենք կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Բայց իրենց հավաքական արևմուտքի իր աջակցությունն է մեծ հաշվով հայտնել այդ երկրները այս գործողություններին եւ Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին մասնավորապես Իսրայելին։ Ես վստահեցնում եմ, որ պայն ուժերի հարաբերակցությունը փոխվեց եւ ԱՄՆ-ը սկսեց հետ քայլ անել, նայեք երկիր մուրակի վրա հակաամերիկյան, հակաիսրայելական իսպի շարժումը բարձրանալու։ Երբ որ ասում է որ բանակցում էր Վենեսուելայի տեսակ ինչ եղավ, բանակցում էր Իրանի հետ, տեսնում ենք թե ինչ է լինում, բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ եւ Պուտինի հետ եւ Չէ, Ռուսաստանի համար սա եւս դասերից մեկն է։ Այսինքն պոտենցիալ առումով ամեն ինչ պայմանավորվում են, քեզ ծուղակ են սարքում, քո վտանգի զգացողությունը բթացնում են, քեզ բերում են այդ ծուղակի մեջ անհրաժեշտ պահին ծուղակի, ինչպես ասում են, բերան փակում են, դու հայտնես ծուղակում։ Այդպիսի ծուղակում հայտնվեց Իրանի ղեկավարությունը։ Ես կարծում եմ Ռուսաստանի համար սա լրջագույն ազդակ է, ինչ ասել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ։ Եվ Ռուսաստանում այն արմատական թևը, որը ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկզբունքորեն պիտի չարվի, այսինքն ուժի դիրքերից պիտի խոսելի, բանակցվի, կարծում եմ, որ դրանց դիրքերը Ռուսաստանում ամրացան։ Ի համեմատ նրանց, ովքեր ասում են, չի, Ամերիկայի հետ բանակցել պայմանագիր կնքել, սա նշանակում է $13 տրիլիոն շահ ունենալ, այսինքն շահն է, հա։ Ընդ որում էլ պետական շահ չի, դե մասնավորի շահ է։ Հիմա այս պետականամետ գործիչները ղեկավարները ասում են, այդ մասնավորը ձեզ պայեք, հիմա Ամերիկան էսա, նայեք։ Ես ամենայն հավանականությամբ ինձ նաև հուշեց Ռուսաստանի նախագահի այդ կեցվածքը, խիստ որակումը մարդկանության եւ միջազգային իրավունքի դեմ ԱՄՆ-ի քայլերի։ Այսինքն մարդկանությունը ասել է դու ուղղակի խաբել ես, դու պայմանավորվել ես, արդեն պիտի ինչպես ասում են վերջին շտրիխները համաձայնագրի մասնագետները ճշտեն ու դու հարվածում ես։ Եվ կարծում եմ որ Ռուսաստանում էլ այդ հակաամերիկյան տրամադրությունները գնալու խստանալու, ոչ միայն Ռուսաստանում։ Ընդհանրապես եթե զուտ մարդկայնորեն նայենք, երկիր մոլորակի կապ չունի, ինչ կրոնի հետևորդես որ պետության տարածքում ես, եթե քաղաքացի ես եւ եթե քեզ համար սկզբունքորեն կարևոր է արդարությունը եւ այլն, դու արդեն քո քայլերով, քո կեցվածքով ուրեմն Ամերիկայի եւ Իսրայելից քայլերի դեմ ես։ Մեր հետևորդները հիմա գրում են, ինձ հուշում են, ասում են երեք Ջեֆրի Սաքսը խոսում էր եւ ասում է ավելի դիպուկ է ասել։ Ընկերություն անել Միացյալ Նահանգների հետ դա վտանգավոր է, իսկ նրա պաշտպանության տակ անցնելը դա մահացու։ Այդ դու հայ ժողովրդի եւ հայ ժողովրդին ասում։ Հիմա գալիս ենք հայ ժողովրդին, թե ես փորձագետների երեք հանդիպեցի, որ չարախնդում էին եւ նաեւ հեգնում էին այն մարդկանց, ովքեր որ այս ամեն ինչը շատ ծանր էին տանում եւ մահը Խամենեյինի, խնդրում եմ դրա մասին խոսել, ընդհանրապես Իրանի այս իշխանության փլուզումը, կործանումը, մասնատումը ինչի կարող է բերել եւ ինչ հետևանքներ կունենան մեզ համար հատկապես։ Ես չեմ ուզում հավատալ, որ Իրանը կմասնատվի, որտեվ եթե այդ Իդեպ ասում եմ, որ Միացյալ Նահանգները ինքն շահագրգռված չի, որտեվ այս դեպքում նոր եւ նոր խնդիրներ են առաջանալու, ինքը ավելի շատ կգերադասեր մի իշխանություն, որ պարզապես այո, կամակատար եւ վերջ։ Մասնատում, ոչնչացում ձեռք տալիս Իսրայելին, այստեղ շահերի հակադրություն կա ԱՄՆ-ի եւ Իսրայելի, հա։ Իրանի ճակատագրի հետ կապված։ Եթե Աստված մի արածի մասնատվի, ես չգիտեմ, այս օրինակ ինչը խանգարի Ես կխնդրեի գնահատեիք էլի որ նաև մեր հանրությանը հասցնել թե մեր նորանկախ 30 տարվա հանրապետությունը ինչ հարաբերություն է ունեցել Իրանի իսլամ այո ինչ հարաբերություններ եւ ինչ է տվել մեզ եւ ինչ պատերազմի ժամանակ չարախնդալ որ ինչ լավ է որ սպանեցին առաջին պատերազմի ժամանակ ես կարծում եմ մեր հաղթանակի մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը վական ներկայանալի չափ ունի շատ փակագծեր չբացեմ վառելիք չունեինք գեյներին ողջ եւ դիակները վառելիքով էինք փոխարինում բանակցությունների ժամանակ չունենք վառելիք իսկ եթե վառելիք չկա տրանսպորտային միջոց չի շարժվում զրահտեխնիկան չի շարժվում չէ ամենատարական բանն եմ ասում եւ ոդկով ինչքան կարող ես գնալ այդպես էր գին կար մի դիակը այսքան լիտր էր մի ողջ գեյին այսքան լիտր էր այդպես է բայց մեր այդ վառելիքի բացի մեջ փակելը առողջի բաժին ունեցավ Իրանը այն ժամանակ։ Ես հիշում եմ Իսլամական պետությունների կոնֆերանսի ժամանակ 92 թվականն էր։ Կարծեմ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ։ Էրբիլ քաղաքի ուրեմն Միացյալ Նահանգների դեսպանատունը ոչ ավիրեցին։ Էրբիլում։ Այո։ Այդ իրաքյան
Քրդստանն է Էրբիլը։ Եվ զինվորական բազան նաև Բահրեյնում։ Ուրեմն ես ասեմ հայտարարում էր այն ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդներ Այաթոլլա Խոմեյնին, որտեղ հրապարակավ ասում էր, որ իրենց հավատակից եղբայրների Ադրբեջանի մասներ, հա, պետք է օգնել, սատարել, որ նրա թշնամիների դեմ պայքարող կռվող ցանկացած այլ պետություն, եթե իրենց երկրի քաղաքացիներ օգնում են, քրեորեն ոչ միայն քրեորեն կպատժվեն, այլև իսլամի շարաթի օրենքներով։ Այդպես լսում եմ, մեքենայով գնում ենք, խումբը գնում էր Արցախ։ Մեկ էլ նայում ենք իրանական բենզավոզները մտնում են Հայաստանի Հանրապետություն ու Արցախ։ Այսպես է լինում։ Պատկերացնում եք, չէ՞։ Այսինքն այնտեղ մի բան ասում, բայց գործնականում քեզ գետնի վրա օգնել է։ Իհարկե, Իրանը մեզ համար կյանքի ճանապարհ է եղել եւ կա եւ կլինի։ Եվ մենք այդ ժողովրդի հետ անհիշելի ժամանակներից եւ եղբայրություն ենք արել, եւ Բաբելոն ենք ավերել իդեպ։ Չէ, դա բայց ես շատ հեռու չգնամ, որտեղ ինչ հրաշալի պատմական մենք լուրջ կապեր ունենք։ Պայմանագրեր, իսկ կենսական նշանակության մի շարք հարցեր։ Ոնց Իրանը մեզ համար մեծագույն շուկա է, նախ սկսենք սրանից։ Իրանում հայությունը բավականին ծանրակշիռ դերակատարում ունի եւ բավականին արժեվորված է։ Երկուս Իրանով մենք դուրս ենք գալիս հյուսիս-հարավի ճանապարհներից մեկը Ռուսաստան, Վրաստան, Հայաստան դուրս է գալիս Իրան։ Մի ճանապարհը մեզնով է գնում։ Իսկն տրանզիտ լրջագույն ճանապարհը։ Մենք դառնում ենք Իրանի համար Ռուսաստան դեպի Եվրոպա ճանապարհներից մեկը։ Իհարկե Իրանը մեզ համար ոչ միայն գոյութենական վտանգ չի սպառնում, ինչպես Թուրքիայից եւ Ադրբեջանից, այլև երկիրը, որի միջոցով մենք դուրս ենք գալիս Հնդկաստան, երկիրը, որի միջոցով արաբական աշխարհ, երկիրը, որի միջոցով Աֆրիկա ենք դուրս գալու, երկիրը, որ ունի հսկայական շուկա, երկիրը, որտեղ հայկական եկեղեցիները անհիշելի ժամանակներից 4-5-րդ դար կառուցվել է մինչև հիմա պահպանում են պետության, մեր համայնքը բավականին ամուր է։ Ուզում եմ ասել, որ Իրանը մեզ համար մակերեսային բան ընկալում կա, ես հիշում եմ Սիրիայում, երբ որ Ասադին հեռացնում էին, այստեղ մեր հայրենակիցները կային, որ Սիրիայից եկել հաստատվել էին, ոգևորված, ուրախ, ես զարմացած ասում, ինչի վրա եք, որ Ասադին վերջապես գծեցին, ասում եմ, դե ծանր էր պայմանները, սոցիալական վիճակը, ասեմ, դուք հասկանում եք, բայց ով է գալիս։ Ընդամենը 2 օր առաջ տեսա ասում եմ ոնց եք ասում եմ ինչ ոնց մենք մարդասպան բանի հետ գործ ունենք եւ չգիտեմ որտեղ ինչ կլինի հիմա այսպես ինչ որ բան ոգևորություն կա որ լավ է որ Իրանում հեսա չգիտեմ փոխվելու է դառնալու է դեմոկրատական մոտավորապես բան էլի մեծ Բրիտանիան մի հատ երկիր է դառնալու մենք էլ ուրիշ տեղ չգնանք գնանք այդտեղ ասենց բան ոգևորությունն է որ լավ է Խամենեին սպանել են եւ մեզ լսողներին մի կարեւոր բան կան աշխարհում ուժեր եւ այդ ուժերը վերացական չեն որ ամեն ինչ անում են որ հայկական տարը հայ էթնոսը, որը բավականին կայացված է մերձավոր արևելյան երկրներում եւ արաբական աշխարհում եւ Իրանում դուրս մղվի։ Ինչու որտեղ մենք այդ տարածքներում չենք ձուլվում։ Այդ տարածքներում այդ ժողովուրդները մեզ ընդունում են, այդ տարածքներում մենք ունենք ազդեցություն տնտեսական, քաղաքական, մշակութային, խոսքս մերձավոր արևելքի եւ արաբական աշխարհում։ Կան աշխարհում ուժեր, որ ամեն ինչ անում են, որ մեզ այդ տարածքներից դուրս մղեն, որ հայը չլինի այդտեղ։ Հայը գնա Եվրոպա, Ամերիկա, ինչու, որտեղ Եվրոպա, Ամերիկա դա ձուլում է։ Իսլամը թույլ չի տալիս, որ մենք ձուլվենք։ Ուշադրություն դարձեք։ Հիմա մաքրման է։ Հիմա բոլորը մենք գլխատում ենք։ Սիրիա, տեսեք ինչ են անում, Լիբանան։ Եվ հիմա Իրան, այո։ Այսինքն սա հենց այնպես պատական չի։ Ամենածաղկող եւ հայկականություն, հայկական ինքնությունը պահող համայնքներ են, հատկապես Լիբանանին, հատկապես Սիրիային եւ նաեւ Իրանին, այո։ Հիմա տեսեք ինչ են անում, այո։ Այսինքն այս ուժերը ինչ որ կարծում շահագրգիռ Իսրայելն ինքնություն էլի եկեղեցով կրթությամբ, դպրոցներով ամեն ինչից դարձեք Անժելա, ցեղասպանության հետևանքով դուրս եկածների ժառանգների ճշով մեծամասնությունը այն երկրներում էին, որը Թուրքիայի սահմանակից տարածքներում են, այսինքն այդ մարդկանց հայացքը միշտ դեպի Թուրքիա հետ գնալն էր, հասկանում եք դուք։ Իսկ հիմա մեզ պետք է Թուրքիայի հարակից այդ պետություններից, որտեղ հայկական տարը այլ պետություններում, հա, ընդ որում մենք երբ որ ուժեղանում ենք այդ պետությունների քաղաքականության վրա նաև ազդում ենք այդտեղի համայնքները։ Գիտեք, տեսեք, պարոն Նահապետյան,
Մի կարևոր բան ասեմ, այն որ թվում է թե արդեն իրենք ուրախ են Թուրքիան, Ադրբեջանը, դուք տեսեք ինչքան հեռահար իրենք պլաններ ու ծրագրեր ունեն, իրենք շատ լավ հասկանում են, չէ՞ որ մի օր ինչ որ բան կարող է փոխվել, եւ այդ ձեր ասած այդ ամեն ինչը առաջ գա։ Այդտեղ շատ ճիշտ բան ասեցիք, իզուր չի որ այդպես հեռու են եւ կարող է մի օր այդ հարցը առաջ գա, չէ՞։ Այո, եւ այդ պետությունները Թուրքիա մեզ այդտեղից հանում են, եւ Թուրքիան է շատ լավ հասկանում է, որ պետք է դրանց հարցերը լուծի, այստեղ է ոչ մի Եվ այստեղ էլ ոչ մի հայ չմնա, որպեսզի այդ հարցը երբեք չբարձրանա։ Այն որ այս տավարի ցավը ասում է, որ մենք գնում ենք խաղաղության, ինչ է դատարկ թղթով իր կարկանդակ ասեմ պերաշկի, ձեթով պերաշկիով գնում է, մի հատ է դրեք։ Այս պատկերով, այս վիճակով ռմբահարում են այնքան ամոթանք ու բան բարձրացրեցին, որ նախ միջև արձագանք չի եղել եւ երկրորդ հաջորդ օրը նոր ինչ որ որոշում է անվտանգության խորհրդի հարևան երկիրը կրակի տակ, հրթիռների տակ, այնտեղ կուտակված ադրբեջանցիներ Չգիտես ինչի մեջ ենք շաղախված, մի հատ այս բաներին նայեք, էլ այս պատկերը նայեք, ինչով են գնում այս բանին, այն որ ասում է հրթիռները բանով, պերաշկիով կտրեմ, մի ժամանակ պինցետով էր, չէ, ասում էր կորոնան պինցետով հարցը լուծեմ, հիմա այս մարդը ասում է հրթիռներից հարցը պերաշկիով լուծեմ։ Մենք այս ամեն ինչի մեջ ենք։ Կողքերը բողոքելու է, Անժելա, գիտեք խի։ Ինչու՞։ Նշանдрեքի օրը ձետի հոտա վրիցս գալու։ Երեքովանից միշտ ձետի հոտա գալի, հիմա նշանдрեքի տորը կգա, հարսանիքի տորը կգա, այդ բանա, մարդ կա, որտես միշտ այդպիսին է, ներսով, դրսով, չգիտեմ, նկարագրով։ Ես հոգեկերտվածքի մասին եմ դու հրթիռները պերաշկիով, ես վիբրատորներով, իմ վիբրատորների։ Չէ, բայց ախորժակով է ուտում։ Հա, լավ ախորժակով ուտում է բանը։ Բայց շատ հետաքրքիր բան էր, ես խնդրում եմ ուշադրություն պարոն Նահապետյանի ասացի վրա, որ պատահական չի, փաստորեն իսկապես մեր համայնքի հարցը տեսեք լուծում են, այո, որովհետև չի բացառվում վաղը չէ մյուս օր այդ հարցը գա հրապարակ եւ օրակարգ գա եւ դրանք են պոտենցիալ օջախներն են։ Իմիջայլոց, հիմա այս միջանցքը որ տար, այստեղ բերեն, չգիտեմ ինչ տեղակային, չէր բացառում, չէ՞ որ հրթիռների տակ մենք էլ հայտնվեինք։ Իհարկե։ Բայց որ տենց ոտաբոբիկ տակլոր եթիմավարի գնում եք թուրքերի գիրկը ու Միացյալ Նահանգների գիրկը, հա, հիմա էլ ոգևորություն կա, թե սա է։ Իդեպ դուք ասեցիք, այս խոսքը գնաց նրան, որ Արևմտյան Հայաստանի հարցը կարող է մի օր, դա կարող է աշխարհաքաղաքական բան փոխվի եւ ոչ միայն մեզ պետք լինի։ Բայց այդ հարցի կրող սուբյեկտ է պետք, հայությունը։ Այո։ Արաբական աշխարհում մերձարու ավելքում կայացած այդ պետությունների վրա քաղաքականության վրա որոշակի ազդեցություն ունեցող սուբյեկտը ինչպես այստեղի Հայաստանը եւ հայությունը նաեւ այդ երկրների հիմա հասկանում եք այդ հայցանը հիմա դուրս են գնում Բաքվից միջև վերջին հայը հանեցին ինչի արևմտյան Հայաստանից վերջին հային հանեցին ինչի Արցախից վերջին հային ինչի են պատրաստում Հայաստանում ոչ մի հայ չթողնեն լավ դրամ խելք ինչի համար է այս անտեր գլխի մեջ մի հատ ուղեղ կա որ 5 մետր առաջ մտածեք չէ ինչ պլան ունի Թուրքիան ինչ ծրագիր ունի որ այստեղ դի հայ չմնա չէ ինչի որտեղ մի օր կարող է օրակարգ փոխվի իմիջայլոց օրակարգ Ես եմ ասել օրակարգը ձևավորելու ենք մենք, թույլ չենք տալու, որ այդ օրակարգով վախեցնեն, սարսափեցնեն մեր ժողովրդին, որ 300,000 ադրբեջանցի է գալու, ուր է գնալու 500,000 Բաքվի հայերը, որ ջարդի են ենթարկվել, մազապուրց փախել են, ոչ մի բան իրենց հետ չեն վերցրել եւ ով է փոխհատուցելու եւ ով է տեր կանգնելու, որ վերադառնալ։ Մենք պիտի, պարոն Նահապետյան, օրակարգ բերենք այդ հարցը, 500,000 հայ Տկլոր, սոված, մազապուրց եղան, փախել են Կիրովաբադից, 30,000 Սումգայիթից, Կիրովաբադից, Շահումյանից, ուր են գնալու այդ հայերը, հա, ուր են գնալու այդ հայերը, են որ սենց բանով մի մասին, են ազգային նկարագիր ունեցող մի ժողովրդին վախեցրել, սարսափեցրել են 300,000 ադրբեջանցի ա գալու, այս ապուշներն էլ հրճվեց, դա ինչ ա եղել, են Թուրքի արյամբ Թուրքի արունը իրանց մեջ մարդիկը դե մտածում են ինչ ա եղել կգան սենց չաղ ու բախտավոր կապրեք մի հատ սովետական միություն ալնելու թույլ չեն տալու որտեղ բնաջնջեն էլի սովետական միությունը դեռ չէր փլուզվել ինչ արեցին Բաքվում մի քիչ թուլացել էր սովետական միությունը 88-89 թիվ ցեղասպանություն Բա հիմա չկա սովետական միություն Թրամփն է պահելու հա երևի Հա այսպես ոնց որ հիմա Իրանին է հարվածում Թրամփն է պահելու բարև ձեզ Ոնց որ բան ոնց էր ասել պատերազմի ժամանակ որ ընկերը վտանգավոր է Միացյալ Նահանգները լինել իսկ նրա պաշտպանության տակ անցնելը մահացու որ դա մահացու բան է երբ որ դու անցնես իրանց պաշտպանության տակ Եվ այսօր մի հատ այդ պատկերը պետք է մնա սա մեր այսօրվա Հայաստանի պատկերն է ժողովուրդ մի հատ տեսեք աշխարհը ինչի տակ է աշխարհը ինչի մեջ է
Եվ գոնե այնքան բարոյականությունը չեն, գիշերվա երեկոյի ինչ որ նկարներ են դնում ծաղիկներով, նշանդրեքի, հարսանիքի, ողբամ ձեզ։ Էս ինչի մեջ եք դուք։ Խեղճ ժողովուրդ, էսում ձեռքն եք հայտնվել դուք։ Խեղճ ժողովուրդ, էսում ձեռքում է այս ժողովուրդը, հա։ Իմիջայլոց ինքը հիստերիայի մեջ է, պարոն Նահապետյան։ Տեսեք, ասում են, որ ընդդիմությունը PR առումով վատ է աշխատում ես, բայց ինչ ապաշնոր եւ ապիկար վիճակում է գտնվում իշխանությունը։ Տեսակ, չէ, Եվրոպան պատրաստ է միլիոններ տալ, իրանք էլ բոլորը միլիարդերներ են, բայց այնպիսի բթամի տկար բան վիճակում են, որ ինքն անգել մեյդան իր պերաշկիով։ Դուք պատկերացնում եք ինչ խեղճ ու կրակ վիճակում է եւ հարցումները ինչ են ասում իրենց, որ քո վարկանիշը իդեպ ինքան ընկել է վարկանիշը Նիկոլի, այս փողոցում թափառել կարկատանք ուզեր խանութ մտնել վրան դուրը շրխկոց ստանալ, այն մի կինն ասում է ուրա քո արտենքը ստանում է, չէ՞, ինքը ժողովրդի մեջ է ծանր բան է, բայց ինչքան ծանր վիճակում է, որ այսօրի անգել էլի գնացել է։ Սա ինչ է նշանակում, որ ճիշտ աշխատելու դեպքում դեռ ժամանակ կա 3 ամիս։ Նիկոլը հասկացել է, որ իրան մերժում են։ Հիմա մնում է մեր ընդդիմությունը ճիշտ հասկանա ու ժողովուրդը տեր կանգնի, որ գնա ու իսկապես սրան վռնդի։ Ճիշտ է։ Համակարծիք եմ։ Վերջին հաշվով ցանկացած պետություն հարգում է այն ժողովրդին, որը տեր է իր իրավունքներին, զրկանքների, պայքարի կամ հանդես բերելու եւ հաղթանակ տոնելու։ Մեզ կհարգեն այն ժամանակ, ինչպես 90-ականներին էին հարգում հաղթանակից հետո։ Ես հիշում եմ Շուշիի ազատագրումից հետո հանգամանքների բերումով մի պահ վառելիք չունենք եւս ինչ որ խմբի կազմում, այդ թվում նախագահի աշխատակազմից էին, Ստավրապոլ Կրասնոդար երկամասում էին, եւ մեզ ոնց էին նայում տեղի Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչները, որոնց հետ մենք հանդիպում ենք, ինչ որ բանակցություն ենք, մեզ որպես հաղթող եւ ասում էին պահանա, որ Ադրբեջանից ազատագրեք նաեւ մեզ։ Իսկապես հաղթողին, ուժեղին եւ որը որ ճշմարտության եւ արդարության մեջ է, իհարկե գնահատում են։ Եթե մենք լինենք այդպեսին շատերը գնահատեն։ Հարբեց, եթե դու մեկին հրաապարակային ամբողջ աշխարհով մեկ հայտարարել ես հարբեցող ծաղրածու, սիրելի ժողովուրդ ջան, ոնց կարող է այդ կողմը այն քո ներկայացուցիչին ինչ որ մեկը լուրջ ընդունի, պարշի, որ կանչում է, ասում է դավայ մի հատ գնայես արա, այն արա։ Այդ նույնա թե մեզ ասի, եթե սա վերարտադրվի, նույնա թե մեզ ասի։ Ավելավ ազգություններից փոխենք այդ դեպքում։ Ամոթել է հայելնելը։ Եթե ինքն էլ է հայ, մենք էլ ենք հայ։ Այդքան է։ Իմիջայլոց ասում ենք բան, այդ հայտնի անեկդոտը կա, չէ՞, որ ասում են պարսիկները զորքով, զենքով, սենց բան գնում էին կռիվ, հայերը մեկ էլ տեսնում են կանանց առաջին պլան, Աստված վերևից ասում է հույսը ին վրա է դրել։ Ես հիմա այսպես որ հետևում ենք պարոն Նահապետյան, իսկապես Աստծո կողմից ընտրյալ մենք ժողովուրդ ենք։ Հիմա կասեմ, բայց այսքան ջարդերով բան փորձություններով, դե բոլոր ժողովուրդներն էլ այդ փորձությունների միջով անցնում են։ Տեսեք, հիմա անգամ սիրելի հայրենակիցներ, այն մի հատ ինչ որ բան ունեք, ասում են, բա մենք ում ընտրենք, բա մենք չգիտեմ ինչ անենք, հաղթած նախագահ եք ուզում, Ալիևին ստորացրած 10 տարի բարիս բուն իմաստով երկիրը խաղաղության մեջ պահող խաղաղության մեջ, որ պատերազմ չի եղել, զոհեր չեն եղել, մի միլիմետր չի զիջել, այդ նախագահը այսօր հրապարակում է, ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանը, էլ ինչ եք ուզում, մարդ, որը մի միլիարդի բարեգործություն արել, գումարը վաստակել է դրսում, մի վարկյան չի մոռացել Արցախ հայրենիքը, Հայաստան հայրենիքը, իր կարողությունների մեծ մասը բերե դրել է Հայաստան, Սամվել Կարապետյան, այսօր հրապարակում է, չէ, ինչ եք ուզում, սիրելի ժողովուրդ, Գագիկ Ծառուկյան, ես իմ ինչքան աշխատատեղեր, ստեղծել է, կառուցել է, արարել է, չէ, չի տարել եսի մոտ, այստեղ է, չէ, ներդրել։ Հետը գնում է Մայր Հայաստանը, առնվազն Մայր Հայաստանի աշխատանքը Երևանի քաղաքապետարանում տեսել եք, ճիշտ է։ Բա էլ ինչ եք ուզում։ Ես չգիտեմ, էլ ինչ պետք է լինի, էլի, ասենք, էս եք ուզում։ Հենց հիմա 3 ընտրություն ունեք։ Հաղթողել ունեք, այն որ ասում է մեծ հնարավորություններ ուներ, նա էլ ունեք, ասենք, հայ ուժեղ տղերքը դուրս են եկել ու պայքարի են դուրս եկել, տեսեք ում դեմ, ում հետ, չէ, մի հատ այս պատկերը նայեք, եթե դու գնալու եք ընտրել, ուրեմն էս է մեր դեմքը, ես չեմ ուզում հավատալ, որ մեր դեմքն էս է, հարևան երկրում ռումբերը պայթում են, այս մարդը զբաղված է սրանով, և մենք առիթ չունեցանք նաև խոսելու այս բաժանության մասին կարճ, հա, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը, ես հետևեցի թե դուք ինչ եք ասում, այսինքն Նիկոլը ոչ միայն տեղյակ է, որ վարկանիշ չասած է։ Աննան որքան էլ իշխանություն ունա Նիկոլի վրա,
ունի որքան էլ ունենա, ինքը մի բան բարձ հասկանում է ճակատամարտից առաջնորդի կողքից փախչելը դա ճամբարում խուճապ առաջացնելն է եւ թշնամուն ուժ տալն է։ Եթե ինքը ընտրություններից առաջ Նիկոլի կողքից հեռանում է, տեսականորեն իբր էլ չի ուզում հետ ապրի եւ իր որոշումն է։ Սա բնականաբար Նիկոլի վարկանիշի վրա բացասական իմաստով ազդում է, այսինքն իշտում է, ասում են լսի կողքին այդ կողք քո ամենամոտիկը գնաց, քո կողքը խի կանգնենք։ Ուրեմն բաներ կա ինքը գիտի, մենք չգիտենք։ Եթե գնաց, ուրեմն ժամանակն է մենք գնանք, իմանայինք։ Եվ այսքան բանը հասկանալով վստահաբար իր զուգընկերը Նիկոլը այդ քայլին չէր գնա։ Ես կարծում եմ, որ սա ընդհանուր որոշում է եւ ամենայն հավանականությամբ Նիկոլը գիտի, որ 2026-ի հունիսի 7-ին ինքը չի վերարտադրվելու։ Ոչ միայն, որ ինքը շատ քիչ է հավաքելու, ոչ միայն, որ ինքը շատ կեղծի եւ այլն։ Ես կարծում եմ կա աշխարհաքաղաքական որոշում։ Հայաստանում բրիտանացիների բերածը չի լինելու, չի վերարտադրվելու։ Սա բրիտանացիների տակն է եւ Ռուսաստան դրա մասին գիտի եւ Միացյալ Նահանգները։ Իրենց միգուցե այս տարածաշրջանում ամերիկացիները ռուսների հետ պայմանավորվել ունեն իրենց տեխնացուն ընդհանուր հայտարարի գալով ես չգիտեմ ով է ու կարող ենք նույնիսկ ենթադրել ով է բայց ոչ սա եւ ամենայն հավանականությամբ իր զուգընկերը Նիկոլի ակտիվ ասելով իր անունով բաներ կան այսինքն Նիկոլը ակտիվը հանում է դուրս ասենք մարդիկ եթե փախնում են Նիկոլը արդեն հանում է դուրս բացի այդ հանում է նաեւ երեխեքի Հիմա վաղը չեմ ասոր օրինակ քանի դեռ իրար հետ էին ցանկացած լրագրողը ցանկացած պատգաման կարող է ասել Նիկոլ ուրա ասենք կին կասին երեխեքը կինը դուր են այդ Չինաստանը պրծավ սովորելը պրծավուր են Հայաստանից փախցրել ես հիմա չես կարող հիմա եթե բաժանվել են իր երեխեքը չէ հիմա չէ ոչ մոր հետ ուրա մայրը մեծ հետաքրքիր չէ թե չափը դուրս է գալու Հայաստանից իր գործերով Նիկոլին ինչ Նիկոլին ինչ Չէ մենք պիտի իմանանք չէ 4-ի ճակատագիրը ոնց 4-ի իրա ոդ երեխաներն են չէ Նիկոլի ոչ չէ ոնց իմանաս Քեզ ով պիտի պատասխանի Նիկոլը ասելով իմ հետ կապ չունի մենք բաժանվել ենք ու վերջ թեման փակվեց հենց այդպես բախիա դուրս գալիս որ վաղը Նիկոլին չասես ուրա քո երեխեքն ու քո զուգընկերը կամ կինը ուր են փախել են փախցրել ես հա ստե ավերա գալու չես կարող իսկ քանի դեռ կողքներ ընդհանուր բնակավայրում էին ապրում կարա իր հարցներ ուրա իսկ հիմա չես կարա հարցնես այն հայտարարելու օրվանից որ ճամպրուկները իբր կապեց այդ անձի մասին գտնվելու երեխեքի մասին դու որից է հաշվետվություն որից մեկից չես կարող պահանջել վերջ դուրս են Վարնել Նիկոլը իհարկե ես կարծում տխուր օրերան չէ հիմա դուրս են գալիս որպեսի ֆորս մաժորի ժամանակ բան չլինի էլի հանկարծակի չգան Ֆորս մաժորը Իմիջիայլոց մեր նման երկրներում միշտ ֆորս մաժորային իրավիճակներ բանանային պետություններում այո կամ գաղութային հենց այդպես արագ շատ լավ հասկանում են այո ասել եմ ու կրկնում եմ մեր նման երկրներում մի զանգ է աշխատում մնացածը ժողովուրդը կամ կա դրսևորում փողոց է իջնում բայց իշխանապողությունը զանգում է ես կարծում Նիկոլը զանգը ստացել է արդեն Ուղղակի ասել են հունիսի 7-ին սուսպուս իշխանությունը հանձնում ես առանց ավելորդությունների այդքան բան Շատ լավ, քանի որ հիմնական թեման, չգիտեմ, նոր ինֆորմացիա կա, ես հրթիռներ փոխադարձ այս կողմից, այն կողմից, երկու նախադասությամբ ինչ սպասենք Իրանում, հետևենք երևի զարգացումների։ Մեկ-երկու օրը իմ համար գոնե գնահատման համար ցուցիչ կլինի, եթե Իրանը թիրախավորեց ամերիկյան բազաների զինանոցներին, այսինքն զինանոցները, հրթիռները իրանք թանկ հաճույք են։ Գետնի վրա հետևակը որ կռվում է 10-ից 20 անգամ ավելի էժան է եւ հաճախ որոշիչ է, քան հրթիռները։ Եթե պահոսները ոչնչացվեցին հրթիռային ամերիկյան բազաների 1, երկրորդ, եթե Իսրայելի 2 էլեկտրակայանին հարվածեցին, իսկ Իսրայելը հոսանքի արտադրության այլ աղբյուր չունի, ատոմական չունի։ Օրինակ Ուկրաինայում ինչքան ռուսները հարվածում են, Ուկրաինան ունի 3 ատոմական հոսանքի արտադրության աղբյուր ունի եւ կա կարմիր գիծ, որ այդ ատոմականներին չեն հարվածելու։ Երրորդ, եթե քիմիական 2 գործարաններին հարվածեցին եւ ամենավերջում Աստված մի արասի, եթե անապատում Իսրայելի գտնվող միջուկային ռեակտորին եւ միջուկային զինանոցի պահոցներին հարվածեցին, Իսրայել պետություն ընդհանրապես գոյություն չունենա, թեման խաչը կարող է քաշել, թեման փակվել։
Ինչ կարող է անել Միացյալ Նահանգները Իսրայելի հետ, ես կարծում եմ, իրենք առաջին փուլում, գլխատելու փուլում հաջողություն ունեցան, բայց այս պահին, երբ հայտարարվել է, ուրեմն բարձրացվել է կարմիր դրոշ, այսինքն վրիժառության կամ հատուցման դրոշը, հայտարարվել է ջիհադ, եւ եթե նոր ղեկավարությունը այսօր վաղը հրապարակավասվելու ով է հոգեվոր առաջնորդը, ղեկավարներ եւ այլն փոխանորներ, եթե շարունակելու են ավելի արմատական նախորդների գիծը, նշանակում է, որ Ամերիկան եւ ԱՄՆ եւ Իսրայելը իրենց նպատակին այս բանը չհասան, որտեղ գլխատումից հետո եւս քաղաքականությունը Իրանում չի փոխվել, ընդհակառակը ժողովուրդը ավելի շուտ կոնսոլիդացվել է, հակաամերիկյան տրամադրությունով, հակաիսրայելական։ Եվ եթե դա գումար են, որ աշխարհում արաբական երկրներում առաջնորդին ժողովուրդները դուրս գան իրանց իշխանությունների դեմ, Ամերիկային օգնելու քայլերի խոչընդոտ, ապա կարծում եմ, որ երկրի մուրակում կարող է սկզբունքորեն շատ բան փոխվել։ 1, 2, 3 օր սպասենք մենք, տեսնենք ինչ է կատարվում։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, քիչ անց